Քրեակատարողական հիմնարկներում դեռևս լուծված չէ ազատությունից զրկված հիվանդ անձանց պատշաճ խնամքի կազմակերպումը։ Այս մասին այսօր հրապարակված արտահերթ զեկույցում նշում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, օրինակ բերելով, թե ինչպես են ազատությունից զրկված խնամքի կարիք ունեցող անձինք իրենց անձնական կարիքները հոգացել մյուս կալանավորների օգնությամբ։ Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է Արթիկ, Նուբարաշեն եւ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկներին։ Պաշտպանն օրինակ է բերում նաեւ, թե ինչպես են տեսողական լուրջ խնդիրներ ունեցող առաջին կարգի հաշմանդամին, ով առանց կողմնակի օգնության դժվարանում է տեղաշարժվել, դուրս գրել դատապարտյալների հիվանդանոցից եւ տեղափոխել Սևան քրեակատարողական հիմնարկ։ Այս պրակտիկան անընդունելի է, նշում է օմբուդսմենը, բերելով մեկ այլ օրինակ, թե ինչպես ազատությունից զրկված անձը չի կարողացել ինքն իր վերջույթները ինքնուրույն փաթաթել էլաստիկ բինտով։ Քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմը որևէ խնամք չի իրականացրել եւ նրան խցում չի այցելել։ Վերջինս փաթաթումը իրականացրել է խցակիցների օգնությամբ։ Մեկ այլ օրինակում նշվում է, թե ինչպես է անձը կոտրել ոտքը ու թեև տեղափոխվել է ուղիչ բուժական հիմնարկ, սակայն որևէ բժշկական միջամտություն չի իրականացվել բացի ռենտգենից։ Տվյալ անձի խցակիցները պատմել են, որ առողջական վիճակի պատճառով վերջինս երկար ժամանակ լոգանք չի ընդունում, զբոսանքի դուրս չի գալիս, իսկ անձնական կարիքները հոգում է խցակիցների օգնությամբ։ Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում ստեղծված այս ոչ իրավաչափ պրակտիկային, պաշտպանը ընդգծում է. Միջազգային պահանջները արգելում են ազատությունից զրկված անձի խնամքը կազմակերպել մյուս կալանավորների օգնությամբ։ Դա պետության պարտավորությունն է։ Այս երևույթից բացի օմբուդսմենը անդրադառնում է նաև մեկ այլ խնդրի, երբ խնամքի կարիք ունեցող ազատությունից զրկված անձինք պատշաճ խնամքի կազմակերպման նպատակով չեն տեղափոխվում բուժական ուղիչ հիմնարկ կամ քաղաքացիական հիվանդանոց։ Մինչդեռ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականների համաձայն հատուկ խնամք պահանջող հիվանդություն ունեցող անձինք պետք է տեղափոխվեն մասնագիտացված հաստատություններ կամ քաղաքացիական հիվանդանոցներ, երբ նման բուժումը հասանելի չէ ազատազրկման վայրերում։ Իդեպ պաշտպանն իրեն հասցեագրված բողոքների ուսումնասիրության արդյունքում նաև փաստում է, որ հիմնականում պետական միջոցների հաշվին անհրաժեշտ բժշկական միջամտությունը չի կազմակերպվում ոչ բավարար ֆինանսական հատկացումների պատճառով, ինչն ըստ նրա անընդունելի է, քանի որ դա որևէ կերպ պետությանը չի ազատում գործուն քայլեր ձեռնարկելու պարտավորությունից։ Օմբուդսմենը մի օրինակ է բերում, երբ դատապարտյալների հիվանդանոցում ազատությունից զրկված անձին առաջարկել են սրտի հետ կապված հետազոտությունը կազմակերպել ինքնուրույն։ Բողոքներ են եղել նաև այն մասին, որ քրեակատարողական հիմնարկը հիվանդներին տրամադրում է միայն բինտ, սակայն վերքերը մշակելու միջոցներ, ինչպես նաև ցավազրկող դեղորայք չի տրամադրվում։ Դրանք ապահովում են ազգականների միջոցով, իսկ վերքերը դատապարտյալները վիրակապում են ինքնուրույն։ Նշենք, որ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը կազմվել է 2016 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կատարված 110 այցերի արդյունքում, որոնք իրականացրել են պաշտպանի աշխատակազմի, ինչպես նաև խոշտանգումների կանխարգելման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ անկախ փորձագետները։ Ազատության հետ զրույցում անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ընդգծում է, քրեակատարողական հիմնարկներում աղետալի վիճակի մասին ավելի խիստ զեկույց էր ակնկալում։ Իրավապաշտպանի համոզմամբ անազատության մեջ գտնվող հիվանդների նկատմամբ ցուցաբերվող անմարդկային վերաբերմունքը ի վերջո հանգեցնում է մահվան։ Ժաննա Ալեքսանյանը մատնանշում է 2 ամիս առաջ կալանավայրում մահացած Հրաչյա Գևորգյանի, բազմաթիվ հիվանդություններ ունեցող հացբերող անունը ստացած Արթուր Սարգսյանի եւ Սողոմոն Քոչարյանի դեպքերը։ Վերցնենք հացբերողի Արթուր Սարգսյանի դեպքը, որը բազմաթիվ հիվանդություններով դա հայտնվել էր ապօրինի կալանքի տակ, այդ պատժելու այդ մղումը այնքան մեծ է իշխանության կողմից, որ առողջական խնդրի մասին մտածել անգամ, այսինքն այդ պարտականությունները, որ պիտի կատարեն, չեն կատարում։ 25-րդ օրը հացադուլի դեռ չէին ուզում մարդուն ազատել եւ միանշանակ մեղքը քրեակատարողական հիմնարկի պատասխանատուների վրա է։ Մենք տեսանք, որ օրինակ Սողոմոն Քոչարյանի դեպքը, որը տևական ժամանակ հիվանդ էր եւ բնական է, որ նա այդտեղ չէր ստանում այն բուսպասարկումը եւ դուք տեսաք ինչ ձևով էին նրան պահում եւ չէին ազատում։ Մեկ շաբաթից հետո նա մահացավ։ Սա իսկ գնահատում եմ որպես անմարդկային վերաբերմունք։ Ժաննա Ալեքսանյանը նաև ընդգծում է, օմբուդսմենն իր զեկույցում պետք է առաջնահերթ անդրադառնար կոռուպցիոն ռիսկերին։ Այս առումով հիվանդ մարդկանց մինչև վերջ կալանավայրում պահելը իրավապաշտպանը պատահական չի համարում։ Եվ գիտեք, դատապարտյալների հիվանդանոցում հայտնվելը
այդքան հեշտ մի բան չի, հենց այդտեղ են թաքնված, այսպես ասած, այդ կոռուպցիոն ռիսկերը, որոնք դու պետք է ամեն ինչ ընդհանրապես ներսում կալանավայրում կապված են գումարների հետ։ Այսինքն պետք է համապատասխան գումարներ վճարես, որ հայտնվես դատապարտյալների հիվանդանոցում։ Ինչու են պահում հիվանդ մարդկանց, սա այս ամեն մի կալանավորը գումար արժի։ Այո, ես կարծում եմ, որ շատ ամենամեծ կոռուպցիան տիրում է հենց կալանավայրերում։ Կոռուպցիան, վատ վերաբերմունքը դատապարտյալների նկատմամբ, այդ վատ պայմանները, խտրական մոտեցումը, սրանք առաջնային հարցեր են, որ կան այսօրվա կալանավայրերում։